Ես երբ ավարտեցի իմ պաշտոնը, ժամկետը 2022 թվականին, շատերը հարցնում են, բա ինչ ես արել դրանից հետո, ասեմ ինչ եմ արել։ Ալիևի ընկերոջը, որը Արցախում շրջափակման նաև պատասխանատուներից էր, դատի ենք տվել Վաշինգտոնի ֆեդերալ դատարանում։ Երուսաղեմում դատի ենք տվել մեր հայկական թաղամասի հողերի համար դատավարությունն ենք բացել, ինչի, որ չկարողանան մեզանից վերցնել։ Լոնդոնում նույնպես դատի ենք տվել։ Այս Շարլ Միշելին էինք ուզում դատի տայինք, ինչի, որովհետև ասում ենք դու գիտես, այդքան քեզ ասում ենք, որ Արցախում էթնիկ զտումներ ալնում, դու այդ քանի գլուխ ունես, որ մեր ժողովրդին քո քաղաքական շահերի համար այդ հարցերը առաջ ես տալի։ Շարլ Միշել, ով ուզում է լինի, մենք ուղղակի ժամանակի բերումով նա պաշտոնից դուրս եկավ չկարողացանք, բայց մենք անպայման դա ու նրանց զգուշացրել ենք անգամ եւ բոլորին այդպես ենք անելու, ով մեր ժողովրդի համար հանգարց փորձի խնդիր առաջացնել, միշտ միջև վերջ գնալու ենք հետևից, որ արդարությունը այդ մարդու վրա հասնի ու կարողանալու ենք անել արժանապատիվ, ճիշտ, մեր ընկերներով։ Հիմա ես ինչի նաև, տեսեք, երբ ես աշխատում էի մարդու իրավունքների պաշտպան, ես հասկացա ժողովուրդ ջան, ես չեմ կարողանում այն հարցերը, որ կա, լուծել։ Եմ փաստերը հավաքում եմ, ներկայացնում եմ միջազգային դատարան, այս իշխանությունը գնում հետավերցնում։ Ասում եմ հայոյանք տալը պաշտոնյաներին չի կարելի, սրանք ավելի են հայոյախոս դառնում, այդ ֆեյքերի ֆաբրիկաներով եւ այլն։ Ես հասկացա, որ ես պետքա որոշում կայացնողը լինեմ։ Ես հասկացա, որ ես պետք է ես ունենամ այդ հնարավորությունը, որ ես այդ հարցերը լուծեմ։ Այո, ես պետք է, բայց դրա համար ստանամ ժողովրդի քվեար վստահությունը։ Ժողովուրդ ջան, էսա ուրիշ մեխանիզմ չկա։ Եվ ես հանուն դրա եմ եկել քաղաքականություն, հիմա խնդրում եմ, որ դուք ինձ վստահեք, ուղղակի խնդրում եմ ինձ վստահեք, ես խոստանում եմ, որևէ անգամ չեք ամաչի իմ համար, որևէ անգամ գլուխ չեք կախի իմ համար, մեր թիմի համար, որովհետև մենք աշխատելու ենք հանուն Հայաստանի։